Սպասելի էր արդյոք վարչապետի հրաժարականը ձեզ համար։ Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության եւ երկրի նախագահի որոշումներից։ Իսկ ես համար դուք տեղյակ եք, որ մի ամիս առաջ է եղել փաստորեն։ Ես տեղյակ չէի, բնականաբար նման տեսակի հարցերում վարչապետը որևէ տեսակի պարտավորություն չունի տեղյակ պահելու իր նախարարներին եւ կարծում եմ, որ բնական գործընթաց է, որովհետեւ կառավարությունները գալիս են, աշխատում են եւ գնում են, նորից կրկնեմ, որ Սահմանադրական գործընթացը մեր երկրում ենթադրում է, որ կառավարությունները կազմավորվում են եւ հրաժարականներ են ներկայացնում բացառապես քաղաքական մեծամասնության որոշմամբ։ Պարոն արդեն գրվում է։ Ես ինձ տեսնում եմ հանրապետական կուսակցությունում դա բավարար է, որպեսզի դուք ինձանից պրծում չունենաք։ Իսկ վարչապետի ապագա թեկնածու տեսնում եք։ Ես տեսնում եմ մի շարք արժանի մարդկանց, որոնք կարող են ոչ անուններ չնշի։ Միտքս ավարտեմ, դուք չթողեցիք, ես տեսնում եմ մի շարք արժանավոր մարդկանց, որոնց քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել նոր կառավարության կազմավորումը եւ երկրի հետագա զարգացման ծրագրերի մշակումը իրականացնել։ Իսկ դուք տեսնում եք, որ նա կարող է ՀՀԿ-ից չլինել։ Գիտեք, հանրապետական կուսակցությունը հանդիսանալով երկրի քաղաքական համակարգի առանցքը ողնաշարը հիմնական շարժիչ ուժը, իրեն կարող է թույլ տալ նաև նման տեսակի ճակերտավոր շռայլություններ, աշխատանքի նման տեսակի աշխատանք այո վստահելու ոչ հանրապետական, բայց այնուհանդերձ քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդկանց։ Ցուցակ էր ներկայացված մամուլում, ովքեր են Դուք գրում եք, դուք էլ մեկնաբան եք։ Դուք ամեն դեպքում նախարարի հրաժարականների մեջ մտնող նախարարներից եք։ Նախարարների հրաժարական հասկացություն չկա, կա վարչապետի հրաժարական, որը ինքնըստինքյան ենթադրում է բոլոր նախարարների մեխանիկական ավտոմատ հրաժարական։ Բայց վերանշան։ Ինչ վերաբերում է թիմին, ես Հայաստանի Հանրապետական կուսակցության թիմից եմ։ Խորին հարգանք ունեմ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, շատ բարձր եմ գնահատում այն 5 տարիները, որ պատիվ եմ ունեցել աշխատել իր կառավարությունում որպես կրթության գիտության նախարար, հատկապես հաշվի առնելով այն ուշադրությունը, որ Տիգրան Սարգսյանը ունի կրթության եւ գիտության ոլորտների նկատմամբ իր հետ աշխատել է շատ հեշտ էր եւ դժվար էր միաժամանակ, հեշտ էր, որովհետեւ հնարավոր էր կոնստրուկտիվ գործնական դաշտում խնդիրները քննարկել եւ լուծել, դժվար էր, որովհետեւ նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ։ Այլ հարցեր։ Սպառեցի ձեր քաղաքական Շրջանառվում անցանք միջոցառման։ Եվ ԲՀԿ-ի ճնշումները փաստորեն ազդեցին այդ վարչապետի հրաժարականը։ Ոչ իշխանական ուժերի։ Ձեր գեղեցիկ ժպիտը վկայում է, որ դուք ինքներդ ձեր ձևակերպած հարցին չեք հավատում։ Ամեն դեպքում արդեն հայտարարություններ են տարածում ոչ իշխանական ուժերը, որ սա հաղթանակ էր եւ հաղթանակի առաջին քայլը։ Որքանով որ ես եմ տեղյակ, մեր երեկվա կուսակցական նիստը իր արդյունքով բուռն անակնկալ էր նաև այսպես կոչված քարյակին եւ ինչ որքան ես հասկացա իրենք այն բոլոր թղթերը, որ գրել եւ ջնջել էին մոտակա ամիսների համար քաղաքական գործողությունների մշակումներ, պլաններ եւ այլն, պետք է ուղղակի նետեն աղբարկը, որովհետեւ ակնհայտ էր, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան քարյակի որոշ ուժեր փորձում են հասնել իշխանության ծրագրերին։